Հարցս նախ առաջին հերթին վերաբերում է դեպի այսօրվա այցին, ինչ սպասենք այս այցից, հատկապես որ ժամը 17:00-ին նախատեսված է բողոքի ակցիա պատանների և գերիների հետ կապված։ Ինչ կարող է։ Ինձ թվաց, որ դուք համահայկական հասարակական դաշինքից եք հարցնելու։ Ամեն ինչ ասեցիք, դրանից է։ Վենսը ինչ, գալիս է, գնալու է, ինչ, բայց հասարակական դաշինքը մնալու է։ Եվ այսօր շատ ավելի կարևոր միավոր ստեղծվեց հասարակական, դուք էլ Վենսից եք հարցնում, ես դիվանագիտության մեջ արդեն երկար ժամանակ որ չկամ, ես չգիտեմ ինչ օրակարգ ունի, ինչ է քննարկելու, ինչ են տալու, երեխեք ջան, դիվանագիտություն եւ արտաքին քաղաքականություն դրանք երկու տարբեր բաներ են, հա, երբ որ չունես արտաքին քաղաքականություն, ոնց կարաս դիվանագիտություն ունենաս։ Նա գործընթաց է, այն մեկը հայեցակարգ է, ամբողջ մի փաթեթ է, ես չգիտեմ, մենք ոչ են ունենք։ Այդուհանդերձ իշխանությունը պատմական է որակում Վենսի այցը, նաև դիտարկում է փրկություն Հայաստանի համար, դուք ինչ եք կարծում։ Չի գալիս, չէ՞ փոխնախագահ։ Դա ինչ նրա այցը արդյոք պատմական կլինի Հայաստանի համար, տարածաշրջանի։ Չեմ կարող ասել։ Ես չգիտեմ ինչ են պայմանավորվել իրենք Ադրբեջանի հետ, ինչ են պայմանավորվել Թուրքիայի հետ, ինչ են պայմանավորվել այս կառավարության հետ, ընդհանրապես ինչ որ բան պայմանավորվել են, թե չեն պայմանավորվել, չեմ կարող ասել։ Եթե դաշինքով հարցեր ունեք, հարցրեք, եթե չէ, շնորհակալություն բոլորին։ Տեսեք, մի ընկերներից մեկը շատ ճիշտ ասեց, եթե 3 տարի առաջ մենք ստեղծած լինեինք այսպիսի հասարակական միավորում, որտեղ լսվեր հասարակության ձայնը, մենք կարող է եւ չունենայինք որոշակի կորուստներ։ Հասարակությունը դա կոնստրուկտ է, ինքը վերափոխվող, անընդհատ զարգացող, փոփոխվող էլեմենտ բան է, կառույց է, հա, այսպես ասեմ։ Եվ իրեն կարողանում ես այնպես փոխել, փոխակերպել, եթե այդ հասարակության հետ աշխատում ես։ Մեր հասարակության հետ երկար տարիներ շարունակ, հատկապես այս վերջի տարիներին, հա, այս կառավարության կողմից աշխատել են օտարները։ Եվ երբեմն, երբ որ մեզ ասում են, որ այսպես կատարվեց, այնպես կատարվեց, այս ժողովուրդը, սա շատ սխալ է նույնացնել ժողովրդին եւ հասարակությանը, հասկանում եք, սրանք երկու տարբեր բաներ են, անթույլատրելի է։ Դուք ինչպես եք պատրաստվում։ Հասարակությունն է, որը պատրաստ չի եղել դիմագրավել բոլոր ժողովուրդը, բոլոր զոհողությունները տվել է, մեր երեխեքը գնացել են, զոհվել են, ամեն ինչ արել է։ Այդ հասարակությունն է, որը որոշակի ցուցաբերել է ոչ մեղմ ասած, հա, ոչ adekvat վերաբերմունք, ոչ թե ժողովուրդը։ Ժողովուրդը ամբողջ մեր պատմության ընթացքում հազարամյակների ամեն ինչ արել է, իմաստությունը իրեն մոտ է, բայց հասարակությունն է, որտեղ մենք խնդիր ունենք, կերտելու հայկական հասարակություն, հայամետ հասարակություն, պետականակենտրոն հասարակություն, սրանք խնդիրներ են, որոնք որ ոչ մի քաղաքական ուժ իր առջև չի կարող դնել։ Եվ ուզում եմ, որ դուք հասկանաք, այստեղ շատ կարևոր էլեմենտ կա, երբ որ հասարակությունը կոնսոլիդացվում է, ինչի են օտարները ամենաշատ ուշադրությունը դարձնում այդ քաղ հասարակություն կոչվածին, հա, որովհետև այդ հասարակությունն է իր պահանջները եւ իր ակնկալիքները դնում քաղաքական դաշտի առջև։ Եվ մեր քաղաքական դաշտի չկայացվածության աստիճանն էլ կախված է նրանից, որ մենք չունենք այդպիսի հասուն հասարակական հասարակություն, հա, հայկական հասարակություն։ Հասարակությունը չի կարողանում ձևակերպել այն բոլոր պահանջները, որպիսի քաղաքական դաշտը կարողանա իրեն ուրեմն մատուցի եւ գնա իշխանության եւ այդ ամեն ինչը անի։ Հիմա մենք որոշել ենք, որպիսի այս հասարակական դաշինքը լուծելու է, ունի մի քանի տարբեր առաքելություններ։ Մեկը համահայկականությունն էր, դա համակարգ է, դա մտածելակերպ է, դա կենսակերպ է։ Մոսկվայում, Երևանում, Լոս Անջելեսում նստած հայությունը պետք է զգա, որ իրենք մի միասնական մարմին են, մի միասնական գործ են անում։ Մենք սա չենք ունեցել, դրանք համակարգեր են, դրանք պետք է ստեղծեն։ Եվ երկրորդը, այդ խզվածքը հասարակության, մենք պետք է վերջը կայացնենք այդ հասարակությունը։
Եվ շատ լավ ասես, եթե 3 տարի առաջ անեինք, իսկապես կարող ենք շատ բաներ այդ հասարակությունը նման դիրքորոշում, դիրքավորում չունենար։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք մեր բոլոր թուլությունից, մեր այսօրվա իրավիճակից, նաև քաղաքական, ներքին քաղաքական, հա, երկրում ստեղծված այս իրավիճակը, դա գալիս է հենց այդ մեր հայ հասարակության չկայացվածությունից։